Վիկ։ Կարեն ինչ ա եղել գիշերը։ Ինչի ենք մենք ստեղ։ Չգիտեմ գիժես դու։ Մի խափի։ Իսկ դու ինչ ես մտածում։ Ես ինչ եմ մտածում, Կարեն։ Ես ինչ պետք է մտածեմ։ Երդվում եմ վերջին բանը, որ հիշում եմ բոլորս են տանն ենք, չգիտեմ ոնց ենք ստեղ հայտնվել։ Ինձ ինչ-որ բան եք տվել։ Զինգերների տեղն ես դրել։ Ինչով եք իրանցից լավը։ Ասում եմ ոչ մի բան ես չգիտեմ, ես քո հետ ստեղ եմ զարթնել, չես հասկանում։ Ճիշտ ես ասում։ Վիկա, ասենք իմ սառած վիճակին նայ, մարմինս չեմ զգում։ Քո կարծիքով իմ հավեսի համար եմ ստեղ քնել։ Այդ դեպքում ոնց ենք ստեղ հայտնվել։ Մյուսները ուր են, ինչ էինք անում ստեղ մենք։ Կարեն ուր։ Կարեն սպասի։ Կարեն։ Edo. Մա։ Ես ինչ ես կապկվում։ Ախ, ձերքերս ցողում մոքամնի։ Սպասի։ Երեխեք, ինչ ա կատարվում։ Էս ինչ ա եղել։ Լին։ Քանիսն ա։ Դու էլ բան չես հիշում։ Ինչ ա եղել։ Արամ խոսա, բան հիշում ես։ Այս ինչ ա կատարվում։ Ես խեմ ստե։ Ման։ Ման ինչ ես լացում։ Երեխեք արտնացը արդեն կապկպված էի։ Ինչ։ Չերը մի վարք եմ, բա։ Կարենն ու Վիկան։ Սխալ կողմով ես գնում։ Չէ, հաստատ այս կողմումը տնական արի։ Դեսի սպասի մի վարքան։ Կարաս կանգնես մեզ։ Ինչ ես ուզում, Վիկա։ Պետք է շուտ տեղ հասնենք, չգիտեմ ինչ ա կատարվում։ Ես էլ չգիտեմ ինչ ա կատարվում, բայց ասում եմ հակառակ ուղղությամբ ես գնում ենք, այն մյուս կողմ պետք է գնանք։ Վստահ ես։ Հա։ Եթե չգիտես ոնց ենք հայտնվել ստե, որտեղից ես ճանապարհը հիշում, կասես ինձ։ Մենք տնակից շատ չենք հեռացել։ Եթե մենք գնանք այն նույն տեղը, որտեղ որ արթնացել ենք, ես քեզ ճանապարհը ցույց կտամ, այդտեղով անցել եմ։ Ավելի լավ է ժամանակ չկորցնենք ու գնանք։ Հարի։ Չեմ դիմանում, լուրջ եմ ասում։ Ես էլ։ Այս սնկի հոտնել են կավքիցս ավելի եմ սովածանում։ Մանո, լավ էլի թող մնա նեղորվան։ Կգնան քաղաք, ինչքան ուզում ես կուտես։ Ես անձամբ կզանգեմ Արտմարտինայի գրասենյակ ու կասեմ հատուկ ընկերուս համար մի մեքենա չիպս ուղարկեք։ Մասնավորապես որ համն ես ուզում։ Դե որ այդպես է, բոլոր համերն էլ ուզում եմ, բայց մի հատ եմ վերցնում ու վերջ։ Մանո, հետո իմ մասին էլ կլինի մտածես։ Դե լավ ամփերեք, հա։ Ասեն լուքս դասի սունկ եք ուտում։ Մեկը կողքից լսի կմտածի ինչ-որ ձիլիկատես է սա։ Մեկը լսի ասենք ով հոգիները, հա։ Վայ է դու, ինչ
Ինչ հոգի։ Ֆեդո։ Ավելի մի անհամացի։ Ինձ որ լսեք այդ սունկը չեք ուտի։ Ինչի։ Դա ինչ իմանաս թունավոր է, թունավոր չի։ Սկսեց էլի ես իր ենթադրություններով։ Դուք գիտեք։ Ես ասեցի։ Հետո որ վատանակ ստեղ ոչ դեղ կա, ոչ էլ մոտակայքում հիվանդանոց։ Բլի լավ մտածի։ Կարող է ինչ-որ մի աննորմալ էլ ես չոլում հիվանդանոցը բացի։ Բայց ճիշտ ասում, ինչ գիտենք նորմալ սունկա թե թունավոր։ Բայց քո համար ինչ տարբերություն է, դու սովից կմեռնես, թե թունավոր սնկից։ Երեխեք նորմալ սունկա թունավոր չի։ Ու հետո այս պայմանները մեզ քիչ են մի հատ էլ ձեր անկապ ենթադրությունները։ Երեխեք, եկեք սենց պայմանավորվենք։ Մի փոքր կուտենք, եթե հասկանանք, որ լավ չենք զգում մեզ, էլ չենք ուտի։ Այդ թույնը տենց արագ չի ազդում։ Ինչ խելացի ես, մամա։ Լավ չառաջարկեցիր, եկեք մեզնից ինչ-որ մեկը ուտի, եթե չմեռնի, նոր մյուսները ուտեն։ Հա, բայց լավ միտք է։ Հարի քեզնից էլ սկսենք։ Դու փորձի, հա։ Չի լինում։ Երեխեք, ես ստեղ անհանգստությունից ինձ պատեպատ եմ տալիս, դու գնացել թրաշվում ես, դու էլ մազ ես սարքում։ Սենց չի լինի, ես գնում եմ Կարենին գտնելու։ Իհարկե սպասի։ Ոչ մի տեղ էլ մի գնա։ Իմ կարծիքով ամենաապահով տեղը հիմա այս տնակն է։ Հետ մեր համար, բա իրանք։ Մանու ինչ գիտես, ինչ է եղել։ Հա գնացիր ու ինչ։ Լավ, բա ինչ անենք։ Մնանք այստեղ վախենանք դուրս գանք։ Դե կմնանք այնքան միջև տնանք ինչ է լինում։ Արամ դու մի բան ասա։ Այ ես ինչ ասեմ։ Գլուխս լրիվ մթողն է անցել։ Ոնց որ այս գիշերը եղած չլինի։ Ես ոնց որ մի բան հիշում եմ։ Երեխեք, ես հիշում եմ, ստեղ մարդ կար։ Ու լրիվ ուրիշ մարդ։ Ես տեսել եմ իրան։ Ու գիտեմ ով է։ Ով լիլ։ Ինչ ես խոսում, ստեղով պտի գար, կամ գար ինչ աներ։ Ինչ է։ Իրան եմ տեսել ստեղ։ Լիլս նկարը 70 տարվա նկար է, եթե ոչ ավելի շատ։ Լիլ ջան, այս մարդը չէր կարա հիմա այստեղ լիներ։ Երեխեք, ասեցի տեսել եմ։ Անս ադրենալինը խմի կդզվես երևի, ապուշ բաները չես խոսել։
Երեխեք ինչ համով է, չէ՞։ Հա, մնաց չթունավորվենք։ Ինչ անիմաստ մահա։ Գազ դիլիջան կուրսեցիներիդ հետ ժամանակ անցկացնելու ու մեռնես ինչ-որ ցնդած բիձու տանը գայլերով շրջափակված։ Անփառունակ մահ։ Էլի կա ով է ուզում։ Չէ, լավ, հերիք է։ Մնացածն էլ պահենք վաղվա համար։ Պահենք վաղվա համար։ Բայց ես ինչ ասեցի։ Լավ, լրջացեք մի հատ։ Ով լրջացեք մի հատ։ Անո։ Այս աղջկան ինչ եղավ։ Օրես ինչ հոճստ է։ Հա? Ունի գնանք։ Օրես ինչ հոճ։ Պահենք վաղվա։ Ես գնում եմ տուն։ Սպասում ես գնում։ Պիտի ոտքա կտրենք։ Այ ոտքա կտրենք եմեցը։ Պիտի կտրենք։ Պիտի կտրենք ոտքա։
երեխեք մեկա չեմ հասկանում, ով պետք է ինձ կապեր ու ինչի համար։ Կամ ինչի է իմ գլխին խփած։ Ես վստահ եմ, որ տեսել եմ։ Լիլիթ, հիմա ոչ մեկս ոչ մի բանի վրա վստահ չենք։ Լիլ, դու այդ մարդու նկարը վաղուց ես տեսել։ Ստեղ գալու առաջին օրը։ Իսկ կարող է ֆիքսել ես, հետո երազ ես տեսել։ Չգիտեմ արդեն։ Երեխեք լավ էլի։ Էլ չեն կարա սենց նստեն, Կարեն ու Վիկան չգիտենք ինչ վիճակում են։ Հա, որ մի ժամ էլ չգան, ես կգնամ ման կգամ իրանց։ Դու։ Հա, բա ու դու չես գնալու։ Ոնց էի վախեցել, ուր էիք։ Սաղդ լավ եք։ Կարեն որտեղ էիք։ Մենք չգիտեմ էլ որտեղից սկսեմ։ Կարեն, ես ոնց է սառել։ Անտառում ենք եղել ամբողջ գիշեր, մրսել ենք։ Անտառում ինչի էիք։ Բա մենք ինչի ենք այստեղ այդ վիճակում։ Չհասկացա ինչ վիճակ։ Ինչ ա եղել։ Մի հարցրա։ Էդո կրակ ուժեղացա, սառացել։ Մի րոպե։ Ինչ եղավ։ Սունկը։ Արա, սաղ սունկն էր։ Ինչ-որ մեկը կբացատրի ինձ ինչ ա եղել ստե։ Ես կապկպված գետնին արթնացել եմ, Էդոյի գլուխը վնասված էր, Լիլիթն էլ չգիտեմ ում ա տեսել էս տան մեջ։ Այսինքն, ում ա տեսել։ Դե արդեն ամեն ինչ պարզ է։ Չհասկացա ինչն ա պարզ։ Ինչ ես խոսում, ուզում ես ասես սունկն ա մանոյին կապել կամ Էդոյի գլխին խփել։ Իսկ դու ուրիշ բացատրություն ունես։ Բայց թե տենց ա, ինչի եք դու Վիկան անտառում եղել սաղ գիշեր։ Չէ, կարա լիներ։ Հա, սնկից կարար հաստատ։ Բայց ասում էիք նորմալ սուն կա։ Երեխեք կներեք ուղղակի ծիծաղելու է։ Ես որ ոչ մի րոպե ավել ստեղ չեմ մնալու։ Հենց այսօր գնում ենք ստեղից, ինչ ուզում ա թող լինի։ Բա Արամը։ Կանենք ինչ պետք է։ Հետո։ Բարի։ Պարտավոր ես լսել ինձ ու անել են ինչ որ ես եմ ասում, հասկացար։ Դու իմ մայրն ես, բայց իրավունք չունես ապրես իմ փոխարեն։ Բայց իրավունք ունեմ ու պարտավոր եմ քեզ չթողնել որ կործանվես։ Չեմ ուզում քեզ լսեմ, Էրիկա։ Ուրեմն ստիպված կլինես։ Մամա, զզվում եմ քեզնից։ Ատում եմ քեզ, ուրիշի ծնողները իրաց երեխեքի հանդեպ հոգատար են։ Իրաց օգնում են, իսկ դու բացի ինձ հոգեբանական տրավմաներից ուրիշ ոչ մի բան չես տվել։ Ինչ ուզում ես ասա։
Հիմա քո այդ խոսքերը էլ իմ սրտին չեն կպնում, հասկանում ես, որովհետև ես ամեն ինչ գիտեմ։ Ես ամեն ինչ կանեմ, որ դու դրանից հեռու մնաս, Իլոնա։ Ու այդ ժամանակ մենակ դու ինձ շնորհակալ կլինես ու կհասկանաս։ Իլոնա! Գոնե դու այստեղ լինեիր։ Լավ չես կցեիր վրես։ Չէիր համբերում կգա իրար հետ կսարքենք։ Ոչ մի համբերել, հենց այսօր մենք պետք է գնանք ստեից։ Դու հասկանում ես, չէ՞ որ մինչև այդ պատրաստ լինի արդեն մութ է ալնելու։ Իսկ մթով ճամփա գնալը հիմարություն է։ Ձև չկա, Էդո, այսօր դուրս են գալիս ստեղից։ Դու հասկանում ես մի քանի օրվա ընթացքում ինչքան բան եղավ հետներս։ Ես վախենում եմ մտածեմ այսօր մեզ ինչ է սպասվում։ Լուրջ ես ասում։ Այդ տեքստերը ոնց որ ամենասկզբում ես էի ասում։ Ստեղ անցկացրած ամեն րոպեն ռիսկ է։ Իսկ ես էլ չեմ պատրաստվում իմ կյանքը վտանգի տակ դնեմ։ Տղաներ, ես ինչ գործիք։ Կակտակ կուտեք։ Այս են մանոյի բացահայտումն է, որ ամեն օր քեզ չտա հետ չես խոսա։ Լավն է։ Կա էլի։ Հա, կա, բայց սահմանափակ քանակությամբ։ Պետքա խնայողաբար չօգտագործենք։ Ռոմեոդ որոշել է, որ հենց այսօր շամփան գնանք։ Ոնց այսօր։ Չի լինի վաղը գնանք։ Չեք հասկանում, ստե ինչա կատարվում։ Պետք է սաղի թաթաթ բացատրեմ։ Ես ոչ մի օր ավել ես անիծված տանը չեմ ուզում մնալ։ Լավ, հասկացանք։ Պետք չի տենց գոռաս։ Երեք շատ ես մրսել անտառում։ Կարանք մոռանանք երեկվա մասին։ Դե լավ, մի գնա։ Ինձ թվում էր կարողանում է իրան տիրապետի, բայց էլ ուժ չի մնացել։ Ես դու էլի քնած էիր։ Երեխեք չգիտեմ ինչ է այդս կատարվում, անընդհատ քունս տանում է։ Հա, այդ երեկվա հետևանքներից է։ Այսօր գնում ենք։ Ուր։ Սունկ հավաքելու։ Կարենը որոշել է, որ հենց այսօր մենք պետքա գնանք ու ոչ մեկից չի լսում։ Բայց ես վախենում եմ։ Բայց Վիկան ու Արամն ուր են։ Ներսում։ Լավ, դուք մնացեք տարածքում, ես գնամ Կարենի հետևից։ Մրսում ես։ Չէ, ձեռքերս չեն տաքանում մենակ։ Լավ է, չես սրտահարվել։ Ինձ բան չի լինի։ Այս ուզում եմ հասկանամ, այդ որտեղ էիր, ոնց կարացար հետ գաս, ոնց չմոլորվեցիր։ Շատ հեռու չէինք։ Ինչ եղել ա մոռացի, անցավ գնաց։ Չէ, ուղղակի ուզում եմ հասկանամ։ Կարևորը, որ ես հիմա ողջ ու նորմալ այստեղ նստած եմ։ Համեն դեպս դեռ ողջ։ Դե տենց բաներ մի ասա։ Դու էլ փոխանակ քո մասին մտածես, ինձ ես Արցախ եք տանում։ Իմ ճակատագիրը վաղուց որոշված է։ Ես գիտեմ Կարենին ինչ ես խնդրել։ Դե հավատ այս դեպքում այդ լավագույն տարբերակն է։ Ուղղակի ուզում եմ իմանաս, որ եթե Կարենը համարձակություն չունեցավ, ես կարամ դա անեմ։
Դու? Այս գիտեի, որ դու ռիսկով աղջիկ ես, բայց այսքան։ Բաղը չեմ թողնելու մեռնես։ Անհանգստանում ես։ Մեծ հաշվով ես ոչ մեկի մասին չեմ մտածում կամ անհանգստանում։ Իսկ ես քո համար անհանգստանում էի։ Մտածում էի, ուր ես, ինչ ես անում։ Հա, ու ես չեմ ամաչում այդ մասին խոսան։ Անհանգստանում ես իմ համար։ Այն չի հնարավոր, չի։ Այնքան է անհանգստանը, որ ընդ ձեր սիրած չիպսերից եմ պահել, որ եթե սոված լինես, մի բան ունենամ քո համար։ Չգիտեմ, ես համը սիրում ես, թե չէ, բայց դրանից իշտվել են հետ եմ պահել։ Բան իրա։ Ես բոլոր համերն էլ սիրում եմ։ Այսինքն մի րոպե ինձ համար պահել ես ու դու չես կերել։ Դե հա տենց հա դուրս գալիս էլի։ Չէ, չեղա։ Դու էլ կեր։ Ապրես։ Անսովոր է, գիտես։ Ինձ համար երբեք ոչ մեկ չի անհանգստացել, չի մտածել ես ուր եմ, ում հետ եմ, ինչ եմ անում։ Տարօրինակ է։ Ես չգիտեմ, թե ինչ խնդիրներ ունես դու, կամ ինչ ա քո հետ կատարվել, մինչև իմ քեզ հանդիպելը, բայց խոսք եմ տալիս, եթե մենք ստեղից դուրս գանք, քո կյանքը լրիվ փոխվելու է, ավելի լավն է դառնալու։ Գիտես քանի հոգի է ինձ այդ նախադասությունն ասել։ Մեկը խմիչքի ազդեցության տակ, մյուսը Ես ոչ մի բանի ազդեցության տակ չեմ ոնց լենում ես։ Ինձ մեկ-մեկ թվում է, որ ես քեզ հորինել եմ, որ ստեղ մենակ չլինեմ, չգժվեմ։ Այդ նույն տրամաբանությամբ էլ ես եմ քեզ հորինել։ Բայց ոչ թե որ մենակ չզգամ, ինձ էլ տեսակդ եմ հորինել։ Սաղից տարբերվող, բոլոր միատեսակներից ու միօրինակներից տարբեր։ Իսկ ինձ միշտ թվացել է, որ ես ավելորդ մարդ եմ ես հասարակության համար։ Ում թարս են նայում նույնիսկ հագածի, մազերի եւ վերջի ուղղակի իրանցից տարբեր ապրելու համար։ Այս քանի օր ինձ լրիվ բավական էր, որ հասկանայի, թե ով է թաքնված այդ իբր բոլորի վրա թքած ունեցող աղջկա կերպարի տակ։ Չգիտեմ ինչի եմ փորձում հեքիաթների հավատալ։ Այս ամեն ինչի մեջ ինչ-որ տարօրինակ ռոմանտիկա կա։ Չէ, ռոմանտիկան գրքերում է, իսկ ես նայում եմ աչքերիդ մեջ։ Կամ ես իմ գիրքն է, կամ էլ մենք ենք իրականության անունը դրել ենք ռոմանտիկա ու փախնում ենք իրարից։ Բայց սա չի դիմանա, գիտես չէ, եթե երկար քայլեցինք։ Պետք է ավելի ամուր լինի։
Տանիր, ասում եմ, մեն տան մեջ հաստ պարան կա, կարող է այդ բերենք։ Իլոնա, ուր ես։ Լողանում եմ, մամ։ Դե արագացրու բալես հացը պատրաստ է։ Չես մոռացել, չէ, այսօր Իրիկոն Վարդանի ծնունդի փարթին է, ուղիղ 9-ին տեղում լինես, եթե մոտդ քաշելու բան կա, կբերես։ Մամ, ինչ ես սարքել։ Մամ, լավ չես։ Հագնվի։ Արագ հագնվի։ Ինչ ա եղել։ Իլոնա, դու ես ինչերի մեջ ես։ Փաստորեն այդ տականքը կարողացել անենց անի, որ դու էլ օգտագործես այդ զիբիլներից։ Մամ, ես ոչ մի բան չեմ օգտագործել։ Բա այս ի՞նչ է։ Այս ի՞նչ է։ Մամ, երդվում եմ, ես ոչ մի բան չեմ օգտագործել։ Երևի մի հատ SMS ա գրել, բոլորին ուղարկել ա։ Չես ամաչում։ Խափում ես ինձ, հա։ Խափում ես։ Նայում ես աչքերիս մեջ ու ինձ խափում ես։ Ինչի համար, Իլոնա։ Ինչքան ժամանակ արդեն օգտագործում ես այդ զիբիլները։ Մամ, երդվում եմ, ես ոչ մի բան չեմ օգտագործել։ Մի անգամ ա եղել ու էլ երբեք չեմ օգտագործի։ Հագնվի։ Հագնվի, մենք գնում ենք ոստիկանություն։ Ինչի համար։ Կգնանք ու դու ամեն ինչ կպատմես։ Այդ Վարդանի նմանները պիտի փակվեն։ Պիտի դարերով մնան այդ բանտախցելու մորքո նման երեխեքի կյանքը չփչացնեն։ Դու ուզում ես ես Վարդանի դեմ ցուցում գրեմ, չի լինելու տենց բան, չեմ անելու տենց բան։ Էլ ո՞նց կանես։ Մամ, խնդրում եմ, եթե չես ուզում չեմ շփվի իր այդ ուղղակի մի ստիպի իր դեմ ցուցում գրեմ, խնդրում եմ։ Այդ ես եմ որոշում, դու ինչ կանես, ինչ չես անի, հասկացար։ 5 րոպե ժամանակ ունես։ Ես ոչ մի տեղ չեմ գալիս։ Չես գալիս, հա։ Չես գալիս։ Ուրեմն ստիպված կլինես հատուկ բժշկական կենտրոնում բուժում անցնել։ Կգնանք անալիզներդ կհանձնես ու կսկսես բուժվել։ Չեմ հասկանում, դու իմ մայրն ես, թե թշնամիս։ Թշնամիդ կլինեի այն ժամանակ, երբ որ թողնեի, որ դու կործանվես։ Իսկ հիմա դու ես որոշում, Իլոնա։ Կամ հետս գալիս ես ոստիկանություն, կամ քո հետևից են գալիս։ Ու դու տուն կգաս մենակ այն ժամանակ, երբ որ լիարժեք բուժված կլինես։ Հասկացար ինձ։ Ինչ անեմ ես։ Ինչ անեմ։ Խնդրում եմ, չէ, խոսք եմ տանի տնից եմ դուրս չեմ գա, Վարդանին չեմ գնա, մերակ խնդրում եմ։ Ձենդ կտրի առաջանցի։ Ես ես չեմ թողնի։ Ես ես քայլով մենակ քեզ չեմ փրկում, այլ փրկում եմ քո նման միամիտների։ Ես ոչ մի բան չեմ ասի, լսում ես, ոչ մի բան։ Ձենդ կտրի անցին է։ Անցի։ Հեշ ջուրը խմեք։
Հիմա կարող ենք խոսել։ Դու գիտես ինչ կլինի, եթե չխոսես։ Լավ, եթե դժվար է ձեզ համար խոսել է, եկեք ես ձեզ հարցեր տամ, դուք պատասխանեք։ Լավ։ Այդ երիտասարդը ձեզ ստիպել է օգտագործել թմրանյութեր։ Չէ։ Ինձ ոչ մեկ ոչ մի բան չի ստիպել։ Ամեն ինչ իմ կամքով ա եղել։ Մի անգամ եմ փորձել ու էլ չեմ փորձել։ Բայց հաշվի առնենք այն փաստը, որ իմ աղջիկը անչափահաս է։ Տիկին, խնդրում եմ դուք մի միջամտեք։ Իսկ այդ երիտասարդի ու ձեր միջև ինտիմ կապ եղել է։ Մամ, ես ինչ էր խոսում, ես ինչ հարցեր է տալիս։ Գործը քնելու համար պետք է բոլոր հարցերին ճիշտ պատասխանեք։ Չէ, ոչ մի բան էլ չի եղել։ Վարդանը ինձ սիրում է։ Խնդրում եմ քեզ, Իլոնա, ուշքի արի, ինչ սեր։ Լավ, ջուրը խմեք, մի փոքր հանգստացեք, հետո կշարունակենք։ Կդիմանա։ Սրանից լավը չի կարա լինի։ Շատ էլ լավ է, ինչ ա եղել։ Զգուշ կտանենք։ Հա, մնում է մենք դիմանանք։ Աստված գիտի դրան ինչքան պետք է քաշտան կլը։ Այդ արդեն մենք մի անգամ քննարկել ենք հետո։ Լավ, նորից մի սկսի, բայց ուր էլ գնանք այդ գյադեր մեզ պարտք է մնալու։ Հա, հարց չկա, թող տեղ հասնենք, մնացածը արդեն էական չի։ Տղերք, չգիտեմ էլ ինչ ասեմ։ Հենց դրամատիկ դեմքով նայի մեզ ու ասա ժողովուրդ, դուք գնացեք փրկվեք, ես կմնամ ստեղ։ Թե չառանց իրա կարողանալու ես փրկվես։ Վայ լավ, Վիկա, կատակ է անում։ Դու ինչ ես խառնվում։ Կար է։ Լավ, մի խոսքով, ժամանակ չենք կորցնում։ Հələ պարկի տնենք հարմար, հա։ Հա, մնում էր մեկ էլ անարմարությունից բողոք էր։ Դուս չջարդես։ Նորմալ է։ Նորմալ է։ Ահա, մի քիչ դանդաղ կշարժվենք, բայց դե ոչինչ։ Պետք է լինի գիշերն էլ կքայլենք։ Այմար դե նորմալ քայլենք առաջ գնանք, դրա կարիքը չի լինի։ Կարևորը առանց փորձան գնանք։ Ու հիշեք, մեր թշնամի ժամանակը չի, մեր թշնամին է սանտառնա։ Ամենակարևորը գոնե հիմա իրար լսենք, վստահենք ու փորձենք համախմբված մնալ։ Լավ հանգստացի, հա։ Պատերազմի կոչ չես անում։ Հավատա մեզնից ոչ մեկ չգիտի, թե այս ճանապարհը ինչ պատերազմ է լինելու մեր համար։ Երեխեք արդեն վախենում եմ։ Թե չէ մինչև այդ չէիր վախենում։ Հա սպասեք Լիլիթին զենտամ գնանք։ Լիլ! Լիլիթը ներսը չի։ Բա ուր է։ Ինձ թվաց ներսում է։ Չէ, դուք երկուսով դուրս եք եկել, հետո ինքը չի եկել։ Լիլ! Լիլի! Լիլ! Աստված իմ հիմա ինչ եղավ։ Լիլիթ! Լիլ! Լիլի! Լիլ! Լիլ!